Վարդանանց հետնորդներ փողային նվագախումբը լավագույն գործունեությունն էր կարելի ասել թեմական կյանքի, որովհետև ժամանակի ընթացքում երբ պիտի իսկապես հաստատվեր կամ այսպես ասած փրկվեր նվագախումբը եւ այն նոր կյանք առներ, շատ մեծ եւ լուրջ դերակատարություն ունեցավ թեմի առաջնորդը անցալով այն բոլոր տեսակի խնդրանքներին կամ ապրումներին, որոնք այդ տարիներին բավական դժվար տարիներ էին, երբ պետք է վերաձևավորվեր ամեն բան եւ պիոներ պալատ, այսպես ասած արտադրության հիմնարկ այդ ժամանակների ողջ ընթացքի մեջ լավագույն մի ընթացք ունեցանք, երբ կարողացավ թեմական կառույցի մեջ ընդգրկվել փողային նվագախումբը, որին Սեփու Սրբազանը տվեց Վարդանանց հետնորդներ անունը։ Ғարակիսը իրովական Վանաձորի երաժշտական արվեստի մեկդարյա պատմության մեջ իր ուրույն տեղն է ունեցել եւ ունի փողային երաժշտ արվեստը։ Քաղաքը 60-ական 70-ական թվականներին բավական հարուստ էր փողային նվագախմբերով։ 96 թվականից ցավոք սրտի փողային նվագախմբային արվեստը սկսեց թեթև անկում ապրել եւ քաղաքում գործում էր միայն եւ միայն պիոներ դպրոցականների պալատի նվագախումբը, որը հետագայում նաև Արցավ հայոց Հայաստանը, այնուհետև Գուգարաց թեմի նվագախումբը դարձավ։ По просьбе Сырпазана Суджана, бывший руководитель детского оркестра Матынян Мельс Сираканович, окончивший Кироваканское музыкальное училище по классу тромбона, пригласил меня вторым руководителем детского оркестра. Նվագախումբը ի պատիվ այդ ամբողջ ձեռքբերումների եւ ի պատիվ իրենց աշխատասիրության, ի պատիվ այն տեսլականի, որ իսկապես սպասում էր եւ այն մեծ հնարավորության, որ որպես պոտենցիալ հնարավորություն, մշակութային պոտենցիալ հնարավորություն այդ ժամանակ կար, իսկապես հասցրեցինք այն ժամանակ, երբ նվագախումբը իսկապես նույնիսկ չացրեց հասկանալ, թե ինչպեսի անցում պիտի կատարեր, որպեսզի ոչ մի նվագող, ոչ մի ուրեմն արտիստ դուրս չմնա եւ պարապուրտ չունենա նույնիսկ։ Со временем этот оркестр значительно подвинулся в профессиональном отношении. Участвовал в праздничных демонстрациях, в шествиях, как День города, День армии, праздник зимы. Был в свое время приглашен даже на фольклорный фестиваль в Грузию. Այսօր երբ նայում ենք հետադարձ հայացքով, երբ այն ամեն անգամ վերաթարմանում է կարծես թե եւ թեմական ճամբարում, դիտորնակ ճամբարում, երբ ամեն անգամ նորովի հանդես գալով տարբեր տեսակի այսպես ասած հաշվետու կոչված համերգներին, որոնք նույնիսկ հաշվետու կարելի ասել այն ժամանակ, երբ քաղաքային միջոցառումներին, հանրապետական ու միջպետական ուրեմն տարբեր տեսակի մրցույթներին մասնակցության հայտերն արդեն սկսեցին ցույց տալ, որ նվագախումբը լուրջ կյանքն է անցել եւ լրջագույն դերակատարություն ունի մեր մշակութային կյանքի մեջ, ոչ միայն մշակութային, նա ինքնին դարձավ մի մշակութային ընթացք, որովհետեւ նվագախմբի գործունեությունը, նվագախմբի շեշտադրումը որպես այդպեսին շատ կարևոր էր մի հանգամանք, որովհետեւ Սեփու Սրբազանն ինքը հատկապես պնդում էր այս առումով, որ նվագախմբի յուրաքանչյուր ակորդ, յուրաքանչյուր զորացնող միջոցներ, յուրաքանչյուր քայլերթային նվագ ներազդում է մարդու եւ հերոսականության վրա, եւ ապրելու վրա, եւ տրամադրության վրա, նշանակում է, եթե ասում են համերգները պիտի տանես շենք կամ ինչ-որ միտեղ հատուկ կազմակերպես, նվագախմբի քայլերթային նվագի կամ ցանկացած տեսակի ազդու գործունեության միջոցով, երբ նա արդեն սկսում է իր համերգը,
նա համերգ չէ, այլ նա կոչ է, նա ապրում է, նա ուրեմն ընթացք է։ Փողային նվագախմբի միայն ներկայությունը արդեն իսկ տոն է հաղորդում միջոցառմանը, որտեղ բացի խրոխտությունը, նաև տոնական ինչ-որ երանգ ունի փողային արվեստը իր մեջ, որը նաև կարողանում է շատ վարակիչ ազդեցություն թողնել։ Մենք մեր նվագելու ժամանակ զգում էինք, թե ինչքան պատասխանատու գործ ենք անում, որովհետև ձգվում էինք հենց երաժշտության այդ խրոխտությունից։ Այսօր էլ Վարդանանց հետնորդներ նվագախումբը արդեն շուրջ 25 տարի իր մեծ առաքինությունն է անում մեր քաղաքում, հին ու բարի այդ սովորույթները, որ եղել է, ավանդույթը, որ եղել է մեր քաղաքում, օրինակ հիշում եմ այգիներում ինչքան էին նվագում փողային նվագախումբը, Վարդանանց հետնորդները կրկին անգամ չեն թողնում այդ բացը եւ շարունակում են այն հին ու բարի ավանդույթները մեր քաղաքի փողային նվագախմբի։ Շատ ուրախ եմ, որ այսօր այդ երաժշտարվեստի ամենակարկառուն դեմքերը ներկայացնողները երկու երիտասարդներ են, մեր շատ հարգարժան Էդվարդ Առաքելյանը եւ Դավիթ Հարությունյանը։ Я хотел бы, чтобы они приняли мою эстафету и продолжали воспитывать этих детей в высоком профессиональном уровне. Նվագախմբի որակապես լավանալու հիմքը նաև երաժշտական դպրոցներում հենց նրանց կողմից, նրանց ուսուցմամբ սորած աշակերտներն են, որոնք բավականին գրագետ կրթություն են ստանում եւ համալրում են նվագախումբը։ Այս 25 տարիների արված աշխատանքը ներկայացնելու պատասխանատու գործը բաժին է հասել ներկայիս սերնդին, ինչը մենք փորձում ենք կատարել պատվով։ Ես շատ ուրախ եմ ողջունելու Գուգարաց թեմի Վարդանանց հետնորդներ, շատ սիմվոլիկ անուն կրող պատանեկան փողային նվագախմբի Հոբելյանը։ Այս նվագախումբը արդեն քանի տարիների պատմություն ունի, որ ղեկավարում է շատ լավ ապագա ունեցող, տաղանդաշատ երաժիշտ Էդվարդ Առաքելյանը։ Այս տարի նա փայլուն ավարտեց կոնսերվատորիայի մագիստրատուրան կլարնետի բաժին, հիանալի կլարնետահար է եւ հիանալի է տիրապետում ամբողջ փողային նվագախմբի տեխնոլոգիան։ Եվ դրա շնորհիվ է, որ այսօր այդ պատանի երաժիշտները հիանալի հաջողություն ունեն։ Կատարումները պարզապես երբեմն զարմացնում են, թե ինչ պրոֆեսիոնալ ջեր մակարդակով է հնչում ամեն ինչ եւ ղեկավարի շնորհիվ է, որ նրանք նաեւ լավ ընկերներ են իրար հետ։ Ազգային եկեղեցական տոները շատ համախմբված են աշխարհիկ եւ եկեղեցական առումով, բայց պիտի ասեմ, որ թեմի միջոցներով, թեմի հնարավորությամբ եւ առաջնորդների այսօրվա եւ այն ժամանակվա տրված ոչ ջանքերի միջոցով մենք տեսնում ենք, որ թեմը, որ կոչված է, եկեղեցին, որ կոչված է հատկապես մշակութային կյանքին շնչառություն տալու, այս առումով արդեն ստացված մի բան է։ Սրբազան հայրերի վերաբերմունքը նվագախմբին ծնողի պես, մենք էլ որդիաբար միշտ իրանց օրհնությունը ստանալով մանավանդ ճամբարային այդ երկու ամիսը, երբ որ անց են կացնում ճամբարում, ամենօրյա այդ շփումը սրբազան հոր հետ, այսինքն թե ղեկավար կազմի եւ թե նվագախմբի սաների հիշվում է երեխեքի մոտ, այսինքն երկու ամիս շփվում են ճամբարում այդ առօրյայի մեջ ու դրանից հետո այն մնացած են 10 ամիս անընդհատ խոսում ենք դրա մասին մեր 10 ամիսն անցնում է պատրաստվելով հաջորդ ճամբարին։ Ովքեր որ երբևիցե ներկա են եղել արդեն քանիցս գրեթե 20 տարվա կյանք ունեցող դիտերնակ թեմապատկան ճամբարի կյանքին, տեսել են, որ կարելի ասել, եթե նվագախումբը ճամբարում չլինի, ճամբարային կյանք մենք այլևս չենք պատկերացնում։ Մեկ շեփորով ճամբար չի լինում, այլևս չի լինում այդպիսի մի բան։ Լսելով նվագախմբին ընդհանրապես զգաստանում ես։ Ասեմ ավելին, զգում ես քեզ զինվորական կարգավիճակով։ Ասեմ ավելին, հոգիդ փառավորվում է, զգում ես քեզ հայրենասեր, հայրենիքի նվիրյալ։ Սիրտը տվյալ դեպքում հանդիսանում է այդ
հնչեղ խոսքը, քայլերթային խոսքը, որը որ դրված է ճամբարային դաստիարակության մեջ։ Փողային նվագախմբի առանձնահատկությունը, երբ պատանեկան եւ երիտասարդական շրջանի անցման մի շրջան է, երեխաները եւ պատանիները եւ մեր երիտասարդները այս իսկ շրջանում շատ լավագույն կերպով կարողանում են նաեւ թրծվել իրենց ընտանեկան նորովի կյանքում։ Զբաղվում ենք կրթադաստիարակչական աշխատանքով մեր պատանիներին, մեր եկող սերնդին եւ ես ուզում եմ ասել բրավո իրենց, բրավո ստեղծողներին եւ այժմ այդ գործը շարունակողներին։ Из этого оркестра вышли очень известные музыканты, как Далакян Давид, саксофонист, имеющий международную премию, Исраилян Артур, тромбонист, который сейчас в Ереване имеет джазовый оркестр. Այն է շարունակ իր ստեղծման օրվանից մինչ այսօր ունի մեծ դեր զինված ուժերին կադրեր տալու, այսպես ասած, ներկապային 3-20 նվագախմբի ունենք, որոնք որ ծառայում են նախագահական նվագախմբում։ 90% музыкантов ДУЦа, военного оркестра, это бывшие воспитанники этого детского оркестра. Վերջի տարիներին ու իմ աշխատանքի անցնելուց հետո սկսել է համագործակցություն նվագախմբի տարբեր քաղաքային այլ կոլեկտիվների հետ, այդ թվում Վանաձորի կամերային նվագախմբի, Վանաձորի կամերային երգչախմբի, ոչ ամբողջական կազմով, լինում է նաև ամբողջական կազմով, ներգրավվածություն ունենք քաղաքային միջոցառումներին, մարզային միջոցառումների, պլանավորում ենք նոր ծրագրեր, ավելի ժամանակակից, ժամանակին համահունչ, ավելի երիտասարդական ծրագիր, ստեղծագործություններ, դա կլինի նաև կինոմեղեդիների, մուլտերի, երաժշտական ձևավորում։ 96 թվականից մինչ այսօր մենք քաղաքում չենք ունեցել փողային երաժիշտների համար նախատեսված աշխատատեղ։ Թեմապատկան նվագախումբը եղել է որպես ուսուցողական դեր կատարող, նպատակ կա մենք մեր ընկերներով, մեր նաև սաների հետ միասին ցանկություն ունենք հետագայում նվագախմբի ձևավորման հիմք հանդիսանանք։ Ցանկացած քաղաքի համար նմանատիպ նվագախումբ ունենալը, կոլեկտիվ ունենալը մեծ պատիվ է առաջերտին։ Մենք օրինակ ենք վերցրել մեր ուսուցիչներից, Վլադիմիր Ռապասկին մեր կողքն փորձում ենք ամեն ինչ անել, որ ինքը տեսնի մեր հաջողությունները, նկատի, մեզ ոգեշնչի իր խորհուրդներով ու ավելի հմտանանք ու կցանկանան, որ հետագայում էլ մեր ապագա սերունդները տեսնեն այս ամեն ինչը, ինչ մենք իրենց կարողանանք փոխանցել, պահեն, պահպանեն։ Խոստումնալից ձեռքերի մեջ է այսօր մեր Մատինյանի եւ Ռապասկու ողջ կազմակերպչական հնարավորությունները եւ ուրեմն մասնագիտական կողմնորոշումը եւ շփումները եւ դաստիարակչական process իսկապես շատ բան են տվել նվագախմբին, մեծ հիմք են դրել եւ այսօր էլ այն ընթանում է շատ հրաշալի մի ձեռքերի մեջ երկու երիտասարդ խոստումնալից խմբավարների միջոցով, որոնք այդ դպրոցն անցել են, այդ ճանապարհն անցել են եւ այսօր մի նոր լույսով է ճանապարհ ընկել եւ մաղթում եմ նոր ընթացք, շնորհավորելով 25-ամյակը։ 25-летним юбилеем я поздравляю этот оркестр и желаю еще раз им творческих успехов, чтобы из этого оркестра вышли достойные, профессиональные в будущем музыканты, которые заслужат внимания в международном масштабе. Վարդանանց հետնորդներին ուզում եմ իմ շնորհավորանքներն ասել, թող որ շարունակվեն այն լավ ավանդույթները, որ ունեն իրենք, թող որ միշտ իրենց համար լավ ճանապարհներ բացվեն, ավելի մեծ բեմեր գնան, ավելի մեծ ելույթներ ունենան, կրկին անգամ շնորհավոր տոնդ, սիրելի Վարդանանց հետնորդներ։ Շնորհավորում եմ նվագախմբին իր 25-ամյակի կապակցությամբ եւ հույս ունեմ, որ
տարիներ հետո մենք ունենանք նաև քաղաքային փողային նվագախումբ, ինչպես ունենք կամերային նվագախումբը, կամերային երգչախումբը եւ մնացած մեր կոլեկտիվները, Հորովելը, Երգի թատրոնը, այսինքն քաղաքը կունենա նաև իր ենթակայության պետական փողային նվագախումբը համայնքային ենթակայության, ինչն ավելի կլրացնի եւ իմի կբերի մեր քաղաքի մշակութային պատկերը, դիմագիծը կամփոփվի։ Սրտան շնորհավորում եմ, ռեգիոնի համար շատ կարևոր գործունեություն է արվում, ցանկանում եմ, որ մեր պատանիները աճեն, մեծանան, հասնեն իրենց ղեկավարի մակարդակի եւ ապրենք կատարյալ խաղաղ աշխարհում։ Դա Աստված հետագա տարիները նվագախումբը ավելի մեծ բարձունքների հասնի, ավելի մեծ հաջողությունների հասնի, ավելի մեծ տոներ նշի։ Շնորհակալությունս եմ հայտնում մեր նվագախմբի հիմքից սկսած մինչ այսօր նվագախմբի կողքին եղած բոլոր մարդկանցից, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել նվագախմբին, նվագախմբի կողքն են եղել։ Շնորհակալություն եմ հայտնում ներկայիս նվագախմբի սաներին ու ծնողներին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Գուգարաս թեմի առաջնորդ Հովնան Սետազանին իր մշտական հայրական հոգատության համար։